Այդ հայրենասիրությունը ես տեսել եմ մեր քարուքանդ դպրոցներում, որտեղ կենացների պակաս չկա, պաթոսի պակաս չկա, կա մեր երեխաների հանդեպ պատշաճ վերաբերմունքի տոտալ բացակայություն, որտեղ որևէ մեկով խոսում է հայրենասիրությունից եւ թույլ է տալիս, որ մեր երեխաները մտնեն մի շենք, որը անվտանգ չի իրենց համար։ Ֆիզիկական անվտանգության մասին եմ խոսում։ Ինձ համար դրանք փուչ խոսքեր են։ Հայրենասիրությունը գործն է, որը պետք է արվի տեղերում։ Հայրենասիրությունը այդ գործի ուղիղ արտահայտությունը դպրոցաշինությունն է։ Ընդ որում այստեղ էլ ուզում եմ ասել, դպրոցաշինությունը կոնկրետ ստանդարտով։ Մենք տեսել ենք շենքեր, որոնք արվել են այս-այն, օրինակ բարեգործական միջոցներով եւ կոչվել են դպրոց, չունենալով մարզադահլիճ, չունենալով հանդիսությունների սրահ, չունենալով պատշաճ չափի դասասենյակներ, չունենալով որևէ ֆունկցիոնալ ենթակառուցվածք լաբորատորիաների գրադարանի համար։ Պատկերացրեք հիմա այս տաղավարը անվանեինք դպրոց, գիպսակարտոնից պատերով կիսեինք մի քանի մասի, ցուցանակը ամրացնեինք եւ երեխաներին հրավիրեինք այստեղ իրենց դասերը անցկացնելու։ Մոտավորապես այսպիսի դպրոցաշինություն ենք մենք տեսել, որի հետ գործ ենք ունենում հիմա, երբ որ բոլոր շենքերը ուսումնասիրում ենք։